Snorkis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Aurelio, սիրելիս, լավ ես։ Այո, ես լավ եմ։ Ուղղակի կորցրեցի հավասարակշռությունս։ Դե մահաց։ Այլևս չեմ կարող սպասել, պետք է իմանամ ինչ է այնտեղ կատարվում։ Բոլորդ այստեղ մնացեք, խնդրում եմ։ Դա կարող է վտանգավոր լինել։ Հուսով եմ մեկ ընդմիշտ սպանել են մարդասպանին։ Ինձ չի հետաքրքրում թե ով է։ Թող շանսատակ անեն նրան։ Անհավատալի է, Աքվիլես, խոսքն աղջկատ մարդասպանի մասին է, ես ուզում եմ տեսնել նրա դեմքը, ուզում եմ հենց երեսին ասել, թե որքան եմ ատում նրան։ Բրոմելի, այս մղձավանջը կավարտվի, հանգստացիր։ Ես վախենում եմ, որ ինչ-որ մեկը վիրավոր այստեղ կմտնի։ Այդպես մի ասեմ։ Դե լավ, Բրոմելիա, սա արդեն այդ վանականի վերջն է, մի անհանգստացիր։ Օպերատիվ խումբն այնտեղ է, մարդասպանը չի փախչի։ Կարելի է իմանալ ինչու Աուրելիոյի վրա կրակեցիր։ Ով էր նրան ասում, որ մեջ ընկնի։ Ուզում էր հերոսություն անել ինչ է։ Ես ելք չունեի, պետք է կրակեի։ Բայց քեզ մոտ ամեն ինչ կարգին է, չէ՞։ Դու չպետք է կրակեր նրա վրա։ Նա ազնատուր կլներ, ինչու կրակեցիր։ Ոչ։ Այստեղ բոլորը տեսան, որ ես ինձ պաշտպանելու համար կրակեցի, առաջինը Պադիլան կրակեց։ Ճիշտ է։ Բոլորս էլ դա տեսանք։ Շտապօգնություն կանչեք, այս մարդը վիրավոր է։ Ոչ, որդիս, վիրավոր չեմ։ Պադիլան մահացել եմ։ Եղբորդ շնորհիվ վանականը մահացել եմ։ Շնորհավորում եմ, Օվիդիո։ Վերջապես այս մղձավանջն ավարտվեց։ Շնորհակալ եմ։ Հարկավոր է դատական բժիշկ կանչել։ Ես արդեն զանգել եմ, նրանք ճանապարհին են։ Հավատես չի գրել, որ վանականը մահացել է։ Դու հերոս ես, Սարմիկ։ Վերցրու, պապիկ։ Թորնիկս, ես ուզում եմ ճաշկերույթ, խնջույք կամ նման մի բան կազմակերպել, որպեսզի տոնենք վանականից ազատվելու հրաշալի լուրը։ Պապիկ, ես հասկանում եմ քո ուրախությունը, բայց մարդու մահատոնախմբության առիթ չի կարող լինել։ Սանտիագո, խնդրում եմ։ Դու ես, բրավո, այս անգամ արդարացրեցիր քեզ, թորնիկս։ Բրավո, դու վերջ տվեցիր այդ անիծյալ վանականին, որն այդքան անհանգստություն պատճառեց մեր ընտանիքին։ Իմ արածը ոչինչ էր, պապիկ, յուրաքանչյուրն էլ կարող էր անել դա։ Ճիշտ չէ, Աուրելիո։ Անկեղծ ասած, ես կարծում էի, թե վանականի վերջը Աուրելիոն կտա, բայց փաստորեն դու նրան գրողից ոսն ուղարկեցիր։ Որպես պարգևատրում, թորնիկս, ուզում եմ իմանալ, որ մեծ պլաններ ունեմ քեզ հետ կապված, թե ոսկերչական խանութում, թե ընկերությունում։ Այո, պապիկը մտադիր է ճաշկերույթ կամ նման մի բան կազմակերպել։ Ինչ եք կարծում։ Ով կազմակերպի, այնպես չէ, պարոն լիդեր։ Օրգանքով խոսիր, երիտասարդ։ Ես լուրջ եմ ասում, այդքան շատ գովասանք հարկավոր չէ, վստահ եմ, որ եթե Աուրելիոն կարողանար բռնել նրան, նա էլ նույնը կաներ։ Բայց հենց դու ես սարել, այլ ոչ թե նա։ Դրա համար էլ ուզում եմ ինչ-որ կերպ բարձրահատույց լինել քեզ։ Մայրիկ, եթե սա տանենք, հաստատ 5 կստանանք, ուսուշուին զարմանքից կապշի։ Այո, շատ շնորհակալություն, որ օգնեցիք մեզ տիկին Վիոլետա, թե չէ մեզ մոտ ոչինչ չէր ստացվի։ Դե լավ, ինչ եք ասում, ես ոչինչ չեմ արել, այդ ամենը դուք եք արել։ Այո, Ստեֆանի շտապիր էլի բան կա անելու։ Համբերիր, սա մեր տունն է, դրա համար էլ պետք է շատ լավ պատրաստենք։ Պատրաստ է։ Սրանք տատիկն ու պապիկն են, սա ես եմ, սա էլ դու ես։
հիմա սա այստեղ կդնեմ։ Լույսերը վառիր, մայրիկ։ Հիմա։ Քանի որ հիմա ընտանիքը միասին է, տան լույսերը պիտի վառեն, չէ՞ մայրիկ։ Ախ, անուշիկս։ Վիոլետա, Վիոլետա։ Հյուր ունես։ Սանտիագոն է։ Մայրիկ նա չի կարող ինձ տեսնել, որովհետև Ոչ, Սանտիագոն չէ, ես եմ։ Մենք պետք է խոսենք։ Ինչու ենք այստեղ եկել, սա ինչ առեղծված է Աքվիլես։ Ես ուզում եի փախչել տնից, վանականի հետ կապված էր իրանցումից։ Ու հենց դրա համար քեզ այստեղ բերեցի։ Մենք շատ բան ունենք խոսելու, Ագրիպինա։ Ագրիպինա։ Ես չեմ կարող թաքցնել քո հանդեպ ունեցած զգացմունքը։ Քեզ ինչ եղավ։ Մոռացար ասելիքդ։ Շարունակիր, մի ամաչիր։ Ոչ, մի վախեցիր։ Ես ուղղակի ուզում եմ զբոսնել ու միաժամանակ խոսել քեզ հետ։ Այո։ Ով վերջինը հասնի, գորտ է։ Ոչ, սպասիր Ագրիպինա։ Ես կարևոր բան եմ քեզ ասելու, խնդրում եմ։ Այստեղ արի Ագրիպինա։ Արի, դու էլ այստեղ արի։ Ագրիպինա, կենթություն մի արա։ Արի ինձ մոտ, դե, սպասում եմ, արի։ Nos empapa un vaso que se cayó. Nos miramos fuerte, nadie habló. Tu perfume vive en mí. դու իմ կյանքում տեղ չունես։ Ես արդեն հրաժարվել եմ Սանտիագոից, որը միակ մարդն էր, ում ես հետաքրքրում էի այնպես, որ մնաս բարով։ Ոչ մի մնասպարով։ Ի գիտություն քեզ Սանտիագոն շատ վշտացած է ու այլևս չի ուզում քեզ տեսնել։ Նա արդեն գիտի ողջ ճշմարտությունը։ Գիտի։ Որքանով գիտի։ Մայրիկ, խնդրում եմ, տար աղջիկներին այստեղից։ Եկեք ննջարան գնանք, արագացրեք, դե, եկեք։ Դե, ինչ ես ասել Սանտիագոին։ Ճշմարտությունը, Վիոլետա։ Դա նրան շատ վշտացրեց։ Ու հիմա որդի սատում է քեզ, այնպես որ միակ տղամարդում հետ կարող ես կյանքդ շարունակել ես եմ։ Դու չարաչար սխալվում ես։ Թույլ տուր քեզ ասել, որ իմ ընտանիքն արդեն ներել է ինձ ու նոր կյանք սկսելու հնարավորություն տվել։ Դու նրան ասել ես պարոն Տոնիի հետ այն պարտավորագրի մասին։ Ոչ, դա գաղտնի եմ պան, որպեսի քեզ հեռու պահեմ Սանտիագոից։ Սանտիագո, հետո ինձ մոտ կմտնես, որպեսի ամեն ինչ պատրաստ են երեկույթի համար։ Ոչ, պապի, կարիք չկա, լուրջ եմ ասում, ես իմ պարտքն եմ կատարել։ Ոչ երիտասարդ, ոչ մի բացասական պատասխան։ Պատրաստվիր, որովհետև քեզ մեծ ապագա է սպասվում, թոռնիկս։ Առայժմ պապիկ, ցտեսություն։ Վերջացրիր Օվիդիոնի ուղղված գովքդ։ Թե դեռ պիտի նրա պատվին այգում արձան կառուցել տաս։ Աուրելիո, ես հասկանում եմ, որ բանականին չբռնելու փաստը շատ է հուզում քեզ, բայց ես թույլ չեմ տա, որ ինձ հետ այդպես կոպիտ խոսես։ Վանական է, որ ինքը ամենազոր Օվիդիոն բռնել է, իսկական վանականը չէ։ Խնդրում եմ Աուրելիո, ինչպես կարող ես զուտ խանդի պատճառով նման բաներ հորինել, ապացույցներ ունես։ Ոչ։ Ապացույցներ չունեմ, բայց անպայման կգտնեմ։ Վանականը, իսկական վանականը ողջ եւ առողջ մեզ է սպասում, բայց ես կբռնեմ նրան։ Դա ինչ բան է Աքվիլես, այդ ինչպես ես վազում։
Ավազն է պատճառը, պատճառն ավազն է։ Ես պաշտում եմ ծովը։ Այն քոնն է Ագրիպինա, այն ամբողջովին քոնն է։ Շնորհակալ եմ։ Գիտես ինչ, այստեղ մոտակայքում հատուկ շղթաներ են վաճառում։ Եթե դրանցից քո դինոզավրի համար գնես, չես պատկերացնում, թե ինչ հրաշք կկատարվի քեզ հետ։ Խնդրում եմ Ագրիպինա, ես քեզ այստեղ եմ բերել, որ անմոռանալի պահեր պարգևենք իրար։ Այո, Մեր պահերը։ Այնպես ինչպես ոսայգի են գնացել, կամ ձիավարության հիշում ես։ իսկապես։ Այո, Այսինքն ինչ ես ուզում ասել, չեմ հասկանում գրողը տանի։ ես քեզ մի բան պետք է ասեմ։ Եվ դու անպայման պիտի աչքերիս մեջ նայես։ Ինչ ես ուզում անել։ Ուզում ես հիպնոսացնել ինձ։ Վատ միտք չէ, բայց իրոք պիտի աչքերիս մեջ նայես։ Նստիր, խնդրում եմ, նստիր։ Հիմա կհանեմ ակնոցս։ Այո, սպասիր, ակնոցդ հանում ես։ Ուրեմն ես էլ իմը կհանեմ։ Հիմա կենտրոնացիր։ Այո, Եվ ուղիղ աչքերիս մեջ նայիր։ Յուրաքանչյուր քայլ անելիս ես մի բան կասեմ։ լավ, Եղավ։ եղավ։ Ուրեմն թուլացիր, այո։ Խորաշունչ քաշիր այդպես, իսկ հիմա արտաշնչիր։ Հրաշալի է։ Հիմա կոպերդ կծանրանան։ Մի ուժ կբարձրանա վեր, դեպի գլուխդ։ Քունդ կտանի։ Եվ դու կարողանաս։ Դու արդեն թուլացել ես։ Այո, թուլացել ես, դու ուզում ես քնել։ Կոպերդ այնքան են ծանրացել, որ չես կարողանա զսպել քունդ։ Էй, սպասիր, Աքվիլես քունս ահավոր տարավ, այո։ Դե լավ, շատ լավ է, հանգստացիր։ Իսկ եթե ընկնեմ, կկարողանաս բարձրացնել ինձ։ Ոչ, դրա համար մի անհանգստացիր։ Դա ինձ թող։ Նորից քեզ մոտ վերադառնում է քնի զգացողությունը։ Աչքերդ փակիր, թուլացիր, մոտովին կղմիր ճերմակույնի մեջ, սկսիր լսել իմ ձայնը։ Ու հետո կանես այն, ինչ ես ասում եմ քեզ։ Երբ մատերով ձայն հանեմ, քեզ կթվա թե կատու ես։ Մլավիր, կատու։ Այդպես, կատուն մլավում է։ Այո, կատուն մլավում է։ Հրաշալի է։ Լավ, դե լավ, իսկ հիմա դու իմ ստրկուհին ես։ Դու չես կարող փախչել։ Թույլ տուր ինձ ասել, որ դու աշխարհի ամենագեղեցիկ ու ամենանուր կինն ես Ագրիպինա։ Ես մինչև ականջներից ծայրը սիրահարվել եմ քեզ։ Ու պատրաստ եմ ընտանիքի ու ամբողջ աշխարհի դեմ պայքարել իմ սիրո համար։ Այո, Ագրիպինա։ Ագրիպինա, ինչ եղավ քեզ սիրելիս։ Ինչ եղավ։ Պարզվում է քեզ լավ չեմ թմրեցրել։ Վեր կաց, դե վեր կաց։ Վեր կաց Ագրիպինա, ես հրամայում եմ քեզ։ Ախ, աստված իմ Ագրիպինա, սիրելիս, վեր կաց։ Ոչ։ Դե կեր։ Ոչ։ Ինչու չես ուտում իմ պատրաստած կերակուրը։ Գիտես որքան ժամանակ եմ ծախսել, որ այն պատրաստեմ։ Ամեն ինչ հատիկ կտրատել ու պատրաստել եմ։ Դե տեսնենք, ապա փորձիր։ Ոչ, խնդրում եմ։ Բարկությունը իմ մեջ այնքան երում, որ քաց չեմ զգում Անաստասիա։ Գիտես նոր հայրս ինչ արեց։ Օվիդիոյի գլխին գովասանքների մի հեղեղ թափեց, որովհետև կարծում են թե նա է բռնել վանականին։ Ու այս տղան նախանձում է, որովհետև իր հայրը ոչ թե իրեն, այլ Օվիդիոյին է գովաբանել, այո։ Ոչ, խնդիրն այն է, որ Օվիդիոն ոչ մի վանականի էլ չի բռնել, ու ես դա կապացուցեմ օրս։ Ես նրան կապացուցեմ, որ Օվիդիոն խաբեփա է։ Աստված իմ, երբ բարկանում ես, ավելի ես գեղեցկանում, իսկական հրեշտակ ես դառնում։ Լավ, մի սկսիր, մի շարունակիր Անաստասիա։ Ես կատակելու տրամադրություն չունեմ։ Սիրելիս, գիտես ինչպես կկարողանաս մոռանալ այդ չարությունը, գիտես ինչպես իմ պատրաստած այս համեղ կերակուրն ուտելով, բայց իհարկե ախորժակով։ Տեսնենք, ինքնաթիռը եկավ։ Ոչ, բանն այն է, որ արդեն հոգնել եմ այս ամենից։ Բերանդ բացիր, ապրես, լսիր, դու ոչ Օվիդիոյի վրա ուշադրություն դարձրու, ոչ էլ մյուսների ասածները կամ արածները բանի տեղ դիր։ Եթե կարծում են, թե բռնել են վանականին, դե ուրեմն թող պարեն և ուրախանան, լավ։
Բայց դա հեշտ չէ։ Սիրելիս, դու հրաշալի մարդ ես։ Ես գիտեմ, որ դու մի օր կգտնես վանականին, ու երբ այդ օրը գա, պարոն Տոլին քեզ իր կրծքին կսեղմի ու շատ կհպարտանա քեզնով, իսկ դու կկարողանաս Օվիդիոյի մոտ ուրախությունից տարանտելա ապարել, լավ։ Լավ, բայց անկեղծ ասած կերակուրը շատ համեղ էր։ Փաստորեն պարոլից բացի նաև լավ պատրաստել գիտես։ Դու ինձ դեռ տարանտելա ապարելից չես տեսել։ Ով մարեց Լուիսը։ Լուիսը դու մարեցիր։ Ակվիլես, դու շատ շփոթեցրիր ինձ առանց ցավազրկելու մի անգամից այդքան բաներ ասացիր։ Քեզ ինչ եղավ։ Բայց դա ճիշտ է, Ագրիպինա, ես սիրում եմ քեզ։ Ոչ մի շփոթմունք էլ չկա, ես տենչում եմ քեզ։ Ինչ։ Ես քեզ տենչում եմ։ Այ քեզ բան։ Ինչու՞ չես լռում Ակվիլես։ Լսիր, ես իսկապես սպասիր։ Ես նույնպես շփոթվում եմ, երբ տեսնում եմ քեզ։ Նույնպես շփոթմունքի մեջ եմ ընկնում։ Այստեղ ներսումս փորիս մեջ ասես դոդոշ է ցածկոտում ու չեմ հասկանում, թե դա ինչ զգացում է։ Չեմ հասկանում։ Ես ոչինչ չեմ հասկանում։ Իսկ ես կարծում եմ, որ հասկանում ես։ Պարզապես չես ուզում ընդունել դա։ Ինչ։ Դու իսկապես կարծում ես, որ ես սիրահարված եմ։ Կարծում եմ երկուսով էլ սիրահարված ենք։ Ամենայն դեպս դու մեծ նշանակություն ունես ինձ համար։ Միայն դու ես, որ օգնեցիր ինձ հաղթահարել աղջկաս մահը։ Ու թեթևացրիր վիշտս։ Քո շնորհիվ դեմքիս վրա նորից ժպիտ հայտնվեց Ագրիպինա։ Ես վերադարձրել եմ քո շպիտը։ Այո։ Ուրեմն ես քո ծաղրածուն եմ։ Ոչ, Աստծո սիրուն։ Քո կողքին ես ինձ լիարժեք։ Ինքնավստահ մարդ եմ զգում, առանց բարդույթների։ Այսինքն ոչ թե քո ծաղրածուն եմ, այլ քո անձնական հոգեբան, այո։ Ոչ, հասկացիր ինձ, հասկացիր Ագրիպինա։ Դու իմ կյանքի կինն ես։ Ամենաթանկի հակը։ Ում ես ամենաշատն եմ սիրում։ Ակվիլես, ուրեմն ես քո մայրիկն եմ։ Ինչ մայրիկ Ագրիպինա։ Այո, ես տեկրոջս մայրն եմ։ Ոչ։ Ես քո մայրիկն եմ։ Պիա, կօգնես ինձ, ես ուզում եմ հրաշալի կին լինել Մակոյի համար։ Իհարկե, անպայման։ Դե լավ։ Չգիտեմ, ես ինձ տարօրինակ եմ զգում։ Տեսնենք, ինչ կասես ես վերնաշապիկի ու այդ շալվարի մասին սազում է։ Շատ է սազում։ Այս մեկը։ Սպասիր։ Այսպես դուր է գալիս քեզ։ Չգիտեմ, տեսնեմ։ Այսպես լավ է, տեսնում ես, գեղեցիկ է, չէ։ Այո։ Հիմա կհանեմ սա։ Այսպես։ Այո, հիմա իսկապես 30-ի մոտ կնոջ տեսք ունեմ։ Այսպես ոչ ոք չի ասի, որ ես ու Մակոն իրար անհամապատասխան ենք ու մենք հավերժ միասին կլինենք։ Cabe perfecto entre tus manos, se hace pequeño el calendario cuando tú estás y este calor rompe el invierno de mi cuarto, se vuelve eterno cada abrazo, no hay vuelta atrás. Ուր ես տանում ինձ Ակվիլես։ Դե ուզում եմ քեզ մի բան ցույց տալ։ Մի բան, որ իմն է։ Մի բան, որ առաջ Բրոմելիայի հետ եմ կիսել, բայց հիմա դա արժանի չէ դրան։ Մի բան, որ քոնն է, իսկ ինչի մասին է խոսքը Ակվիլես։ Դե խոսքս այնպիսի բանի մասին է, որ ինձ համար ամենաթանկ գանձն է եղել, բայց որ վերջերս մոռացության եմ մատնվել ու կարելի է ասել արհամարվել է, բայց հիմա կվերականգնեմ այն քեզ համար, ինչ դու հայտնվեցիր իմ կյանքում, ես նորից այն վեր գտա։
Ակվիլես, դու ուզում ես ցույց տալ ինձ քո դինոզավրը։ Խնդրում եմ, ոչ, իստեր ասո Ագրիպինա։ Ինչպես մտքդ նման բան անցա, ոչ։ Այդպեսի բաներ մի ասա, ոչ։ Ոչ մի նման բան։ Ակվիլես, այո, հաստատ դա է, որովհետև ասում ես, որ վերականգնել ես այն, ինչը մինչև քո կյանքում հայտնվելը Բրոմելիայի հետ ես կիսել, բայց վերջերս այն մոռացության է մատնվել։ Հաստատ դինոզավրիդ մասին է խոսքը։ Ոչ, խոսքը լողավազանի։ Իմ տան մասին է։ Դա այն վայրն է, որտեղ ես միշտ փակվել եմ, փախչելով ամեն ինչից։ Դա անձնական վայր է, որտեղ ես ինձ իսկական տղամարդ եմ զգում։ Իսկ հիմա ուզում եմ այն քեզ հետ կիսել, Ագրիպինա։ Ուզում եմ, որ մենք հիմա այնտեղ գնանք, միայն ես եւ դու։ Ես ու դու քո բնակարանում։ Գրեգորիա, Գոյիտ, Անուշիկս, դրա կարիքը չկա, ոչ բոլոր կանայք են կրունկներով կոշիկ հագնում։ Ոչ, ինձ դրանք հարկավոր են, Պիա։ Ախր ես շատ կարճահասակ եմ։ Աստված իմ, ինչպես Յոլանդան է ասում, եթե կարճահասակ ես, որքան էլ բարձրակրուն կոշիկ հագնես, միևնույնը չես բարձրանա։ Դրա համար էլ Մակոյի կողքին ես երեխա եմ երևում, նա շատ բարձրահասակ է։ Դու այս ամենը Մակոյի համար ես անում։ Դա անիմաստ է, Գրեգորիա։ Ոչ, նաև ինձ համար եմ անում, որովհետև երբ նրա հետ եմ, մեր երկուսի տարբերությունն ակնհայտ է։ Մարդիկ նկատում են դա ու ինձ որպես կին չեն նայում, բոլորն ասում են. «Տեսեք այն հիմար աղջկան ինչ միամիտ է»։ Ուշադրություն մի դարձրու այդ խոսակցություններին, Գրեգորիա, դու շատ լավ գիտես, որ նրանք իրավացի չեն։ Իսկ ինչու պետք է միշտ հարմարվեմ մարդկանց այդ հայացքներին, ինչու չպետք է հակառակը լինի, Պիա։ Ինչու մարդիկ իմ մեջ սովորական մարդ չեն տեսնում, ինչու։ Անուշիկս։ Գոյիտա, շատ դժվար է մարդկանց ստիպել այլ կերպ մտածել։ Պիա, ես միայն ուզում եմ, որ մարդիկ ինձ այնպիսի կին համարեն, որն անուն ազգանուն ունի։ Լուրդես Գրեգորիա, սիրտ ունի ու նաև աչքեր, որպեսզի տեսնի Մակոյի նման գեղեցիկ տղամարդուն։ Ինչու մեզ ոստիկանատուն տարան։ Ինչ է, հիմարները չեն սիրահարվում։ Լավ, գործարքի իմաստը կայանում է նրանում, որ ձենց յուրաքանչյուրը ով ցանկացած իր կվաճառի, կարող է վաճառքի 10%-ը իրեն վերցնել։ Իմ կարծիքով հրաշալի առաջարկ է, չէ՞։ Լսիր, Սանտիագո, ես քեզ համար եմ հրել, շնորհակալ եմ։ Ճիշտն ասած, ինչպես գիտեք, ես վարժան եմ գնալու։ Չգիտեմ, երևի չկարողանամ համատեղել դա դասերիս հետ։ Լավ, ես ավելի լավ է գնամ, Էմիլիա, խնդրում եմ, օգնիր երիտասարդներին, հաջողություն։ Շնորհակալ ենք։ Ստեսություն, հաջողություն։ Էմիլիա, ասա մեզ ինչ պիտի անենք։ Շատ հեշտ է, ուղղակի պիտի քաղաքավարի խոսեք ձեր։ Ով ես փոքրիկ տղան, արա այստեղ։ Ուզում ես քեզ տևերից մեջ առնեմ ու համբուրեմ։ Դե արի փոքրիկ տղա, արի։ Իբր եղածը քիչ է իմել ծաղում ես վրաս։ Ոչ ուղղակի զարմացա օրերը տեսա որ Ալեքսանդրան ալգիտալը ձերքին կերակրում է քեզ։ Մտածեցի մի քիչ կատակեմ քեզ հետ։ Հավաքիր քեզ ինքերս ինչ եղավ։ Պարոն Աուրելիո, տեսեք թե ինչ գտա միջանցքում, հենց այն նույն տեղում էր, որտեղ սպանեցին վանականին։ 6 տարի է։ Արջևում մահն է։ Մայիսի 3։ Պահպանեք ձեր կարծիքը։ Ձեր սուրբը տոնում է։ Ես գիտեի, որ վանականը պատիլան չէ տեսար, ուրեմն իսկական վանականը հենց նոր խոստովանեց։ Ճիշտ այդպես։ Բայց ինչ է նշանակում այս հաղորդագրությունը։ Կարող եմ արդեն խոսել։ Լավ։ Ես ուզում եմ ասել, որ իսկական վանականը ես չեմ։ Ու այս տեսաժապավանը ձայնագրել եմ, որպեսզի այն դեպքում, երբ պարոն Օվիդիոն դավաճանի ինձ, դուք ամեն ինչ իմանաք։ Նորից եմ ասում, ես վանականը չեմ, ու նրա նման հագնվել եմ,
Ընկերս արի այստեղ կանգ առնենք, խնդրում եմ։ Դա սխալմունք էր։ Ես այլևս քեզ նման չեմ հագնվի։ Աղաչում եմ, որ չեմ հագնվի, միայն թե ինձ ոչինչ մի արա։ Մանականը։ Ինչ ես անում Սանտիագո։ Այդ ինչ ես նայում։ Վեց տարանի է, արջևում մահն եմ, մայիսի 3, պահպանեք ձեր ընկերս։ Սա նրա ուղարկածներից ամենաբարդն է։ Շատ արտասովոր գրություն է։ Կարծես այստեղից այնտեղից հավաքած նախադասություններ լինեն։ Վեց տարանի է, արջևում մահն եմ, մայիսի 3, պահպանեք ձեր կարծիքը, ձեր սուրբը տոնում եմ։ Չգիտեմ, միգուցե իրավացի եք։ Ասես հենց այնպես շարադրված նախադասություններ լինեն, բայց ոչ, դրանք պատահական չեն գրված։ Դրանց հետևում շատ կարևոր իմաստ կա։ Ում հետ խորհրդակցենք։ Ասում եմ, ես գլուխս ընդհանրապես չի աշխատում։ Ասես անտառում մոլորված փոքր երեխա լինեմ։ Սա այն փորձությունն է, որ հարկավոր է ձեզ, որպեսզի ապացուցեք, որ Օվիդիոն սատանա է ու որ իսկական վանականը դեռ ողջ է։ Գիտես ինչ, Մակո, ավելի լավ է ամբողջ թիմին այստեղ հավաքենք։ Հենց հիմա պիտի աշխատենք այս հանելուկի վրա։ Չգիտեմ ինչու, բայց ինձ ինչ-որ բան հուշում է, որ այս անգամ խոսքը Սանտիագոյի մասին է։ Օվիդիո Բորովսկին։ Նա ինձ պարտադրել ընկերս։ Նա ինձ ստիպել, որ այսպես հագնվեմ։ Նա ուզում է, որ սպանեմ արտասովորին։ Նա ինձ շատ է վախեցնում, ընկերս։ Դե Օվիդիո, քեզ եմ հարցնում, ինչ է սա նշանակում։ Խնդիրը շատ լուրջ է։ Պատիլան քեզ է մեղադրում։ Ինչպես կբացատրես այն, որ դու նրան ուղարկել ես, որպեսզի սպանի արտասովորին։ Պարոն Տոնի, դուք այսօր ոչինչ չեք կերել։ Իսկ դա իսկապես վատ է ձեզ համար։ Մենք բոլորս ձեզ այսպիսին ենք սիրում, հաղթանդամ։ Ալեքսանդրա աղջիկս, այն կինը, որ զանգել եւ Հելենայի ձայնով է խոսել։ Նրա մասին ուրիշ ինչ-որ մեկը ինչ-որ բան գիտի։ Ոչ ոք չգիտի։ Խոսքը մեր մեջ, պարոն Տոնի, կարծում եմ, որ այդ ցնդած Ագրիպինան է եղել, կամ էլ միգուցե Կոնստանսան, որն ի դեպ վերջերս շատ է նմանակում իր մորը։ Իսկ Յոլանդան լսել է այդ ձայնը։ Ոչ։ Այդ զանգը Յոլանդայի մեկնելուց հետո է եղել։ Նա արդեն այստեղ չէր։ Պարոն Տոնի, տխուր եք երևում։ Ախր դուք պետք է հոգ տանեք ձեր մասին։ Տխրելն ու հուզվելը վնաս է ձեր առողջությանը։ Լավ չի լինի, եթե մի քիչ սալսա պարեք, դա կբարձրացնի ձեր տրամադրությունը։ Ոչ աղջիկս, ես ինձ լավ չեմ զգում առանց Յոլանդայի։ Նա չի զանգել, չէ։ Ոչ։ Պարոն Տոնի, սա արդեն երրորդ անգամն է, որ ձեզ այսօր ոչ եմ ասում։ Մի բանի վրա գրաշ չգանք։ Աղջիկս, շնորհակալ եմ, որ բարձրացրեցիր տրամադրությունս ու ընկերակցեցիր ինձ, բայց հիմա խնդրում եմ ինձ մենակ թող, ուզում եմ մենակ մնալ, առանց Յոլանդայի լավ չեմ զգում ինձ, շատ եմ կարոտում նրան, ահա որ կարոտում եմ, իմ կարծիքով նրան շարունակում են վախեցնել ու նրա հեռանալու իրական պատճառը հենց դա է, եթե չես հասկանում դա արդեն քո խնդիրն է եղբայր, դու չափազանց միամիտ ես, Պատիլան վրեժ խնդիր է լինում ինձանից, ուշադիր լսիր, նրա ոչ մի ասածը լուրջ չէ, դա անիմաստ է։ Այո, բայց դու այնքան էլ չհամոզեցիր ինձ։ Արդեն ասացի, նա այդպես վրեժ խնդիր է լինում ինձանից, Պատիլան գիտեր, որ ես կբռնեմ իրեն, ու կանխավ տեսագրել ես, որպեսզի հետո մեղադրի ինձ։ Իսեր Աստծո եղբայր, չափազանց դժվար է դրան հավատալ։ Պատիլան շատ անկեղծ է երևում։ Ակնհայտ է, որ նա ահավոր վախեցած է։ Խնդրում եմ, Սանտիագո, ինչպես կարող ես մարդասպանի խոսքերին ավելի շատ հավատալ, քան եղբորդ խոսքերին։ Այն էլ իմ, որ կյանքս վտանգել եմ, որպեսզի ազատվենք վանականից ու փրկենք մեր ժառանգությունը։ Միայն ուզում քեզ ասել, Օվիդիո,
որ եթե պարզվի, որ Պատիլան ճիշտ է ասում, դու մեծ խնդիրներ կունենաս։ Հավատս չի գալիս։ Այդպես է շնորհակալություն հայտնում այն ամենի համար, ինչ քո եւ ընտանիքի համար արեցի։ Քո Աստվածը քեզ երախտապարտ լինել չի սովորեցրել։ Դուր ինձ տեսա երիզը։ Ես միայն ասում եմ շնորհակալ, որ կյանք է պարգևել ինձ եղբայր։ Թեպետ դու հակառակն ես մտածում, բայց ես քեզ հավատում եմ։ Միայն թե ես տեսա երիզը ինձ մոտ կպահեմ։ Սա իմ տունն է։ Այս ամենը, կահավորանքը, ամեն ինչ իմ ճաշակով է արված։ Դե ուզում եմ ասել, ես ճարտարապետ եմ Ագրիպինա։ Չնայած դիպլոմաս պատից կախված եմ մնացել, որովհետև հայրս ինձ թույլ չտվեց այս բնագավառում մասնագիտանալ։ Դրա համար էլ երբեմն այստեղ եմ գալիս ու երազում։ Երազում թե երբ եմ մի օր հայտնի ճարտարապետ դառնալու։ Պարոն Տոնին ոչ ոքի թույլ չի տվել իր կամքով մասնագիտություն ընտրել, այնպես չէ։ Այո, դրա համար եմ ասում, որ սա իմ ապաստանն է։ Ես այստեղ եմ գալիս, որ հեռանամ այդ ընտանիքից, այդ ահավոր դժոխքից։ Ամոթ քեզ, դու միայն քո մասին ես մտածում։ Այդպես պետք չէ։ Այդ ընտանիքում, որտեղ բոլորը խելագարներ են, ինձ համար միակ ապաստանը դու ես։ Իմացանք, պարոն։ Դե խոսիր, ուշադիր լսում եմ։ Սանտիագո կրտսերը մայիսի 3-ին է մահացել։ Նա Քրիստոսի 12 առաքյալներից է եղել, չէ՞։ Ուրեմն արդեն գիտենք, թե մյուս անգամ ում վրա է հարձակվելու։ 6 տարանի է։ Առջևում մահն է, մայիսի 3։ Պահպանեք ձեր կարծիքը, ձեր սուրբը տոնում է։ Նա Զարմիկի Սանտիագոյի կյանքին է սպառնում։ Բայց դա անհետեցություն է, չէ՞։ Ախր Զարմիկը սուրբ է, նա բարեհոգի մարդ է։ Ալվարես, հենց մը գտեք Սանտիագոյին, ուր որ էլ որ լինի։ Գուցե վանականը ուզում նրան մինչև այդ ճաշկերույթը սպանել։ Գնա, շարժվիր ընկերս, արագացրու։ Սևանգը։ Ինչ գործ ունի նա այստեղ։ Նա դեռ Վասկեչտանի իրավաբանն է, ու նրա ներկայությունը պարտադիր է։ Ես այդպես չեմ կարծում։ Սանտիագո, սիրելիս, ինչու թույլ չես տալիս, որ քո իմիջով զբաղվեմ, որովհետև այսպիսի տեսքով ոչ ոք չի իմանա, որ դու խանութի տնօրենն ես։ Կարծում եմ պիտի պատշաճ տեսք ունենաս, դու պետք է ավելի լավ հագնվես, ինչպես օրինակ հայրիկը։ Դե, որովհետև այսպես դու ասես մսավաճառ լինես։ Շնորհակալ եմ խորհուրդներիդ համար հորաքույր, բայց իմ ոճը սա է, ու ես չեմ ուզում ինչ-որ մեկին նմանվել։ Ինչ կա, ինչու ես ինձ կանչել։ Քեզ կանչել եմ, որովհետև այսօրվանից խանութի համար նոր փուլ է սկսվում։ Ու դրա համար ինձ յուրաքանչյուրիդ համագործակցությունն է պետք։ Սանտիագո, խանութն իր սովորական կանոններն ունի ու յուրաքանչյուր փոփոխության համար չեմ կարծում, թե նոր փուլ է հարկավոր։ Այդ կանոնները կփոխվեն մորաքույր։ Սկսած այսօրվանից յուրաքանչյուրդ պիտի զեկուցեք ինձ, թե ինչ եք անում այս ընկերության համար։ Ես արդեն կազմել եմ իմ զեկույցը։ Այսուհետև քո արձակուրդը վերջացավ մորաքույր։ Այսուհետև բոլորը, ինչպես նաև երիտասարդները, պիտի ոսկեչական խանութի համար աշխատեն։ Իրերն այդպես չեն եղել, ես ես չեմ կարող բացատրություններ տալ, դա արդեն անցյալ է, խնդրում եմ հանգիստ թողեք այդ տիկնոջը։ Բացի այդ, եթե պարոն Տոնին իմանա, որ նման բաներով եք զբաղվում, դուք մեծ խնդիրներ կունենաք։ Բայց դա զբաղմունք չէ։ Մենք իսկապես ուզում ենք իմանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Երբ անտառ գնացինք, մի հեքիմ մեզ ասաց, որ Հելենա տատիկը ինձ է ընտրել։ Նա է միջոցով ուզում է ինչ-որ բան ասել։ Այդ պատճառով էլ ես անընդհատ մղձավանջներ էի տեսնում։ Ինչ կարգի մղձավանջներ էին դրանք։ Հիշում եմ, երբ Հելենա տատիկը խեղդվում էր լոգարանում, դա ամենաարտառոցն էր։ Դեմետրիա, ասա մեզ, դու ինչ գիտես։ Զարմիկ վանականն ինչ-որ բան է ծրագրում քո դեմ։ Խնդրում եմ, ուշադիր եղի, լավ։ Լավ կլինի, որ այդ ժողովից հետո միանգամից հանդիպենք ու խոսենք։ Ուզում ինձ վրա հարձակվել։ Իսկ ինչու հենց ես։ Պաշտոնը ժառանգելու համար։ Վանականին դա դուր չի գալիս։
Նա ուզում է սպանել ինձ։ Լավ, բավական է, հանգիստ թողեք ինձ։ Խանութում չի թույլատրվում տեսախցիկով նկարահանել։ Դե լավ Դեմետրիա, այս ու այնքով մի ընկիր։ Դու ինչ կապ ունես նրան տատիկի մահվան հետ։ Ախր դա սովորական պատմություն է։ Նա երազների խաչի պատճառով է մահացել, ու եթե դուք շարունակեք պնդել այդ հիմարությունը, որ Հելենան ուզում է ձեզ ինչ-որ բան ասել, պարոն Տոնին առաջինը կկշտամբի ձեզ։ Դա սովորական պատմություն չէ, Դեմետրիա։ Դու շատ լավ գիտես, թե ինչ մղձավանջների միջով եմ անցել։ Ավելին, Զարթյան հետքին նայեք, այն չի անցնում իմ պարանոցից։ Լավ, բավական է, թողեք այդ կինը հանգիստ ննջի։ Դեմետրիա, Յոլանան տատիկի մահվան հետ տարօրինակ առողջացի պատճառով է հեռացել այս տնից։ Ինչ պատահեց քեզ երիտասարդ նա անկեր ուսմարն հարգանքով խոսիր։ Լսիր երիտասարդ, մորս մի խառնեք ձեր տան խենթություններին, մայրս գնացել է տուրք մատուցելու սրբերին, որովհետև իր ծերուկն արդեն ապակինվել է, ուրիշ ոչինչ, այնպես որ լռիր։ Ներիր ինձ Յադիրա, բայց իմ կարծիքով Նիկոլասն իրավացի է։ Մայրդ հեռացել է տնից ու այլևս չի վերադառնա։ Բավական է, անհեթեթ բաներ ասեք, սկսեք աշխատել։ Եթե Սանտիագոն գա ու տեսնի, որ ոչինչ չի կանում, կհանդիմանի ձեզ։ Գնացեք աշխատեք, գնացեք։ Աշխատեք ծույլիկներ։ Աուրելիան նոր հանելուկ է ստացել վանականից։ Գրված է 6 տարանի է։ Արջևում մահն է։ Մայիսի 3։ Պահպանեք ձեր կարծիքը։ Ձեր սուրբը տոնում եմ։ Ինչ 6 տարերը ինչ չհասկացա։ Իսկ դա ինչ է նշանակում։ Աուրելիոյի կարծիքով այս հաղորդագրությունը ինձ է վերաբերվում։ Նա ասում է, որ իմ կյանքը վտանգված է։ Բայց միթե Օվիդիոն չի սպանել վանականին։ Օվիդիոն սպանել է վանականին։ Սանտիագո ինչ է, դու Աուրելիոյին ես հավատում։ Անկեղծ ասած, ես զգում եմ վտանգը մորաքույր։ Ոչ մի վտանգ եղբայր։ Աուրելիոն չարացած է, որովհետև չի կարողացել բռնել վանականին։ Այդքան բան, ով գիտե ինչ է մտադիր անել նա։ Մի անհանգստացիր։ Ոչ, իհարկե չեմ անհանգստանում։ Որովհետև ընտանիքս ինձ հետ է։ Ու չեմ կարծում, թե դրանից որևէ մեկը ում հետ մեծացել եմ, ում երեքներում իմ արյունն է հոսում, ուզում է ինձ սպանել, ճիշտ չեմ։ Խելքը թրծրել ես Ակվիլես, ես չեմ ուզում այստեղ ապրել։ Ոչ, աստծո սիրուն։ Ես դա նկատի չունեմ։ Ես դա չեմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ երբ քեզ լավ չես զգում, կարող ես այստեղ գալ։ Օրինակ ես շատ եմ զղջում, որ փոքր ժամանակ այսպեսի ապաստան չեմ ունեցել, հասկանում ես ինձ։ Այո, Ակվիլես, փոքր ժամանակ դու ավելի գեղեցիկ ես եղել, այնպես չէ։ Ես տեսել եմ քո նկարները, թուշիկներդ նորացնի տուտուզիկի նման էին, չէ։ Ես նկարդ տեսել եմ։ Այո, մայրս, գիտես մայրս, միշտ անուշադրության է մատնել մեզ։ Նա միայն աղջիկների դաստիարակությամբ է զբաղվում։ Կոնստանսան ու Պիան առաջին Բորովսկի կանայք են, որ հասարակություն դուրս եկան։ Իսկ Գրեգորիայի վրա ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում։ Իսկապես, իսկ հայրդ ձեզ հետ չէր, նա ինչպես էր վերաբերում ձեզ։ Հայրս երբեք հաշվի չէր առնում Տեոբալդոյի կարծիքը, նա կարծում էր, թե իր երեխաները իր ճորտերն են, թեպետ Տեոբալդոն միշտ գիտեր, թե երբ եւ ինչպես հետևեր նրա քայլերին։ Հիմա հասկանում եմ, թե ինչու է Տեոբալդոյի վիզը ուխտի վզի նման պիրկ։ Այո։ Այո, ճիշտ է։ Իսկ հետո դու չփորձեցիր դասավորել կյանքդ, ինչ արեցիր։ Փորձեցի, անգամ հորս կամքին հակառակ ճարտարապետություն սովորեցի, բայց հետո նախապանեցի բոլոր ծրագրերն ու երազանքները։ Միակ բանը, որ մնում էր անել, Բրոմելիայի հետ ամուսնալն էր։ Դու Բրոմելիայի հետ տոնի պատճառով ես ամուսնացել։ Ճիշտն ասած, վախենում էի, որովհետև այն կանանց, որոնց ես հավանում էի, հայրս մերժում էր։ Նա միայն Բրոմելիային հավանեց, ու ես էլ որոշեցի ամուսնանալ նրա հետ։ Ու սկսեցի կառուցել իմ տունը։ Սակայն հայրս նորից միջամտեց ու ոչ մի գրոշ չթողեց ինձ։ Բայց վերջում դա լավություն դարձավ, որովհետև ես հնարավորություն ունեցա ճանաչելու քեզ։ Թույլ, փորձիր սա։ Պարոն Տոնի,
Վանականը նորից կհարցակվի, նա իր հերթական հաղորդագրությունն է ուղարկել։ Ինչպես թե վանականը նորից կհարցակվի, ինչպես թե հաղորդագրություն է ուղարկել, անհնար է, երեք բոլորս տեսանք, որ Օվիդիոն սպանեց նրան։ Ոչ, դա սխալմունք էր։ Երեք մենք վանականի հագուստի տակ ծպտված մահացած մարդ տեսանք։ Ինչ ես փորձում ինձ ասել, Ալեքսանդրա, որ Օվիդիոն է ծրագրավորել այդ ամենը։ Պարոն Տոնի, թույլ տվեք ասել, որ երիկամի փոխպատվաստումը ազդել է ձեր ուղեղի վրա։ Իհարկե այդպես է։ Ավելին, կարծում եմ Օվիդիոն ցանկացել է մեզ հավատացնել, որ նա իսկական վանականն է, որպեսզի բարձրանա ձեր աչքին ու կարողանա սպանել ինձ։ Ոչ, Ալեքսանդրա, խնդրում եմ, կյանքումս երբեք նման անհետեթ բան չեմ լսել, ինչու պիտի Օվիդիոն քո մահը ցանկանա։ Նրան ասեմ, որ այդ ես եմ։ Ոչ մի դեպքում այս ծերուկը շատ խորամանկ է, միգուցե դրանով ինքս ինձ վատություն անեմ։ Օվիդիոն ուզում է սպանել ինձ, որովհետև նա ինձ ասել է, որ սիրահարվել է ինձ, բայց չի կարող հանդուրժել, որ ես Աուրելիոյի կինն եմ, պատկերացնում եք։ Լավ, այդքան բան։ Արդեն կարող եք գնալ։ Խնդրում եմ։ Ես շատ շնորհակալ կլինեի, թե ամենքդ ինձ ներկայացնեք ձեր զեկույցները։ Դա նաև ձեր անվտանգության համար է։ Սա հիմարություն է գրողը տանի։ Ուրեղբայր, միտքդ շատ լավ է աշխատում։ Ասում ես վանականը սպառնում է Սանտիագոյին։ Ինչու չես մեկընդմիշտ միշտ ընդունում, որ դու պարտվել ես։ Ես բռնել եմ վանականին, այնպես որ հանգիստ թող մեզ։ Աուրելիո, մենք արդեն գիտենք, թե դու ով ես։ Քո կարծիքով Տոնին կհավատա, որ վանականը դեռ ողջ է։ Խնդրում եմ։ Դու անհաջողակի մեկն ես։ Դու մի ճանճել չես կարող բռնել։ Շատ շնորհակալ եմ։ Մենք ձեզ շատ ենք սիրում։ Սանտիագո, կապի մեջ եղիր ինձ հետ, եթե մի բան լինի զանգիր ինձ։ Այստեղ Պադիլեն խոստովանում է, որ վանականը ինքը չէ։ Ինչ։ Անիմասիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունդ հորինված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան